Ռոմը ամոթալի հաշտության պայմանագիր էր կնքել Պարսկաստանի հետ եւ դրանով խոստացել էր դադարեցնել օգնությունը Հայաստանին։ Եվ բնական է, որ չէր ուզում օգնել Պապին, բայց գիտակցում էր նաեւ, որ չի կարող թույլ տալ Պարսկաստանի գերիշխանությունը տվյալ տարածքում։ Այսպիսով, արտագերծի բացառիկ պաշտպանությունը կատարում է իր պատմական առաքելությունը։ Հռոմեական կայսրությունը ընդունում է Պապի հայոց թագավոր լինելու փաստը, օգնում նրան եւ պատվով հետ ճանապարհում Հայաստան։ Պատմական այս իրադարձություններից հետո Պարսից արքան Շապուհը եւս մեկ անհաջող ռազմական գործողություն է ձեռնարկում եւ արևելքի տիրակալը այդ փորձի ժամանակ մի կերպ է փրկվում, բայց նրա հարեմն ամբողջությամբ գերի է ընկնում։ Պատմիչները փաստում են, որ Շապուհ արքան զարմացած էր եւ թերևս հիացած Մուշեղ Մամիկոնյանի հայոց սպարապետի ազնվությամբ եւ խիզախությամբ, որովհետեւ նա պարսկական հարեմը անվնաս ազատ է արձակում, վերադարձնելով Պարսից արքային։ Ի նշան հարգանքի Շապուհը փորագրել է տալիս սպարապետի պատկերը գավաթին։ Այդուհանդերձ Շապուհ արքան չի հանդարտվում։ Նա շարունակում է նորանոր բռնություններ գործել հայերի նկատմամբ։ 371 թվականին տեղի է ունենում թերևս ամենամեծ եւ ամենաավերիչ պատերազմը, որը ուներ մի նպատակ՝ վերջնականապես ոչնչացնել հայոց աշխարհը։ Այդ ավերիչ պատերազմի ընթացքին միանում են աղվանքի եւ լեզգինների թագավորները, ինչպես նաեւ դավաճան հայ Մերուժան Արծրունին։ Հայերին օգնում է հռոմեական մեկ զորամիավորում։ Ճակատամարտը տեղի է ունենում Ծիրավի դաշտում։ Մարտից առաջ հայերը խրամ են փորում, որը օգնում է նրանց հետագայում մանևրելու։ Առաջին իսկ բախման ժամանակ հայերը հետ են քաշվում դեպի խրամը, որը նրանց տալիս է հնարավորություն պաշտպանվել հռոմեական հետևակի վահանների պատի հետևում։ Պարսիկները գալիս են առաջ եւ չեն կարողանում անցնել խրամը, հայտնվելով շատ անբարենպաստ վիճակում։ Հռոմեական զորաբանակը չի դիմում հարձակվողական գործողությունների։ Նրանք այդտեղ են միայն պաշտպանելու